Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է եւ միայն համատեղ ջանքերով հնարավոր է այն պահպանել։ Իմ այսօրվա հյուրը հոգեբան, միջազգային փորձագետ Անի Ազիզյանն է։ Անի, բարի քեզ գիշեր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը շատերին է հետաքրքրում, հատկապես տղամարդկանց, բայց դրա մասին ընդունված չէ խոսել։ Խոսելու ենք տղամարդկանց առաջին սեռական փորձի, դրա խնդիրների մասին։ Երևի դուք էլ նկատած կլինեք ձեր պրակտիկայում, որ տղամարդկանց համար նույնիսկ կարգեր գոյություն ունեն, բարձրաձայնվող եւ չբարձրաձայնվող առաջին սեռական հարաբերության կապակցությամբ եւ շատ դեպքերում ծնողները փորձում են անպայման դրանք կյանքի կոչել տարբեր լծակներով, չմտածելով, որ մեղմ ասած դա այդքան էլ լավագույն տարբերակներից չէ եւ կարող է նույնիսկ խնդիրներ առաջացնել։ Եկեք խոսենք հատկապես այդ ոչ այդքան առողջ ծնողավարության եւ ինչու՞ չէ նաեւ շատ դեպքերում հարազատների կողմից առաջ բերվող տարբերակների մասին, որոնցով փորձում են փորձի ինչ որ մասնիկ փոխանցել երիտասարդին, կարծես թե դրանով իսկ ուզենալով բացել նրա, այսպես ասած, աչքերը, ինչպես իրենք են ասում, ինչ խնդիրների դա կարող է հանգեցնել։ Ես սովորաբար կարծում եմ, որ շատ կարևոր է մենք առաջին հերթին խոսենք դրական ծնողավարման ձևերի մասին, բայց կարող ենք նաև այստեղից սկսել, որտեղ շատ հաճախ ծնողները փոխանցում են այն գիտելիքները, որոնք իրենք ունեն, որոնք ոչ միշտավոր լիարժեք են կամ ճիշտ են, եւ շատ հաճախ չեն իմանում, թե ինչ հետևանքների կարող է դա բերել, եւ առաջի փորձը ոչ միայն ծնողների վերաբերմունքի, նաեւ անգլերենով ասում են peer pressure, նաեւ հասակակիցների ճնշումների հետևանքով կարող է լինել, եւ շատ հաճախ դա կարող հատկապես եթե դա վճարովի ծառայություններից օգտվելն է, շատ սխալ հասկացումների եւ անգամ հետագա առողջ սեռական կյանք ունենալուն դժվարություն, որտեղ մենք շատ հաճախ այդ կեղծ կարծրատիպը կա, որ սեռական կյանքը պետք է լինի շատ շուտ, տղային պետք է շուտ ծանոթացնել, տղամարդ դարձնել, բայց իրական չէ, որ սեռական կյանքը միայն սեռական ակտի մասին չի, դա հարաբերության մասին է, դա ինքդ քեզ զգալու մասին է, դա կապի մասին է, մարմինը ճանաչելու։ Այո։ Եվ այս բոլորի մասին շատ հաճախ չենք խոսում։ Մանավանդ վճարովից, եթե կոնկրետ այդ դեպքի մասին խոսենք, բայց երբեմն առաջի փորձառությունը դրա մասին չի, բայց եթե դրա մասին է, այդտեղ կարող են շատ սխալ ընկալումներ լինել, որ նույն այդ կեղծ տղամարդ, ուժեղ տղամարդ մասկուլինության մասին, նաև կարող է կապ ձևավորվել բռնության հետ կապված, ուժի հետ կապված, կարող է երիտասարդ տղան կապը կորցնել իր զգացումների եւ սեռականության, ցանկության միջև, կարող է ձևավորվել ամոթ, որից նաեւ հետագայում կխուսափեն, ընդհուպ մինչև տրավմաները կարող են ունենալ տրավմաներ այդ փորձառությունից եւ կարող են հետագայում նաեւ դժվարություն ունենալ իրենց համար կարեւոր անձի հետ, իսկապես մտերմիկ, իմաստալից հարաբերություններ եւ սեռական առումով մտերմություն ստեղծելու հարցում։ Բայց կարող են նաև այլ դժվարություններ լինել, որտեղ շատ հաճախ եթե ծնողավարությունից ենք խոսում, շատ հաճախ ծնողները մեզ հարցնում են, երբ պետք է սկսենք սեռական դաստիարակությունը։ Սեռական դաստիարակությունը միայն այդ պուբերտատը չի կամ պուբերտատից հետո չի, սեռական դաստիարակությունը պետք է սկսի շատ վաղ տարիքից։ Եվ սեռական դաստիարակությունը միայն ինչպես են երեխաները ծնվում կամ ամնի մասերը ինչի համար են դրա մասին։ Եվ ոչ էլ առաջին սեռական հարաբերությունն։ Այո, սեռական դաստիարակությունը շատ կապ ունի ապահովության հետ, շատ կապ ունի մեզ ճանաչելու հետ, շատ կապ ունի մեր զգացմունքների, հասունության եւ նաեւ հարաբերությունների հետ։ Դրա համար յուրաքանչյուր ամենափոքր տարիքից 2-3 տարեկանից արդեն պետք է սկսվի ճիշտ սեռական դաստիարակությունը։ Ձեզ լսելով հակամայից հիշեցի մի դեպք, վստահ եմ ձեր պրակտիկայում էլ հանդիպած կլինեք։ Եկել էին խորհրդատվության բերելով երիտասարդի 19 տարեկան, որին հոր թելադրանքով հոր եղբայրը տարել էր տղամարդ դարձնելու, այսպես ասած աչքերը բացելու։
եւ արդյունքում կոմերցիոն սեքսի այս մարմնավաճառին դիմելով նա նախ պատրաստ չէր եւ երկրորդն էլ մեծ հիասթափություններ ապրել դրանից ու վստահությունը կարող են այդ հետևանքով եւ ագրեսիան, սարսափելի ագրեսիա էր առաջացել ծնողի նկատմամբ, որովհետեւ հետո իմացել էր, հոր եղբայրն ասել էր, թե ծնողը տա ասել, որ պետք է ժամանակն արդեն աչքերդ բացեն, տղամարդ պիտի դառնաս եւ նա եւ խնդիրը արդեն ձևավորվել էր, նա խուսափում էր հարաբերություններից եւ իրենք ինձ մոտեկել էին ոչ թե իր այդ լուրջ խնդիրը լուծելու, այլ գիտեք ինքը չի ուզում հարաբերություններ ունենա, խուսափում է առանց ներքևի շերտերը բարձելու, թե ինչ է եղել։ Այո, եւ կարող են այդ տղաները զզվել։ Շատ այցելուներ հենց այդ զզվանքն էլ առաջի նման փորձառությունների դեպքում նաև հիշում են եւ այդ ճնշումը, չէ՞ որ մենք գիտենք, որ սեռականությունը շատ կապված է մեր հոգեկան վիճակի հետ եւ այդ ճնշումը եւ տագնապայությունը եւ այստեղ կա նաև սահմանների խախտում այդ տղաների, չէ՞ որ սեռական կյանքը շատ անձնական տարածք է ու հարազատները առանց հաշվի առնելու շատ բաներ կարծես ոտնահարում են այդ սահմանները, որ շատ կարեւոր են սեռական դաստիարակության մեջ։ Շատ անգամ նկատում եմ կարծրատիպեր կան աղջիկներին նախապատրաստելու, զրույցներ վարելու, թեկուզ եւ շատ մակերեսորեն, բայց տղաների պարագայում կարծես թե նորմալ է ընդունվում, որ տղան ինքնուրույն պետք է մտնի հարաբերությունների մեջ, գնա փորձ ձեռք բերի եւ այլն, առանց հաշվի առնելու հետագա բարդությունների մասին։ Այնուամենայնիվ, ինչ պիտի իմանա տղամարդը եւ ինչից պետք է սկսել։ Թերևս շատ ծնողների համար, անգամ շատ կարդացած, ազատամիտ ծնողների համար սեռական դաստիարակությունը ամենազգայուն թեմաներից մեկն է եւ որովհետեւ մեր մշակույթն է մասամբ այդպեսին եւ մասամբ նաեւ չգիտենք ինչպես խոսել մեր երեխաների հետ, որ նաեւ չվնասենք։ Մասնագետներ խորհուրդ են տալիս սկսել շատ վաղ տարիքից եւ դա չպետք է լինի հատուկ իրադարձություն, դա առանձին մի անգամ խոսելու թեմա չի, որտեղ երեխայի աճի զարգացման հետ կարող է տարբեր լինել։ 2-3 տարեկանում, երբ որ մենք խոսում ենք սեռական դաստիարակության մասին, մենք առաջին հերթին խոսում ենք նրա մասին, որ երեխան պետք է իմանա իր մարմնի մասերը եւ պետք է իմանա անվտանգ հպումները եւ անվտանգ շփումը իր հետ որն է, որովհետև շատ են լինում այցելուներ, ոնքան վաղ մանկության տարիներին լինում են եւ բռնության, եւ հպումներ, որոնք շատ վատ ազդեցություն են թողում արդեն հասուն տարիքում, ոչ միայն սեռական կյանքի, այլ լուրջ տրավմաներ են դառնում իրենց կյանքում։ Դրա համար շատ կարևոր է, որ 2-3 տարեկան երեխայի հետ մենք չամաչենք խոսել նորմալ մարդկային լեզվով իրենց մարմնի բոլոր մասերի մասին եւ ամենակարևորը, որ պետք է դա անենք շատ պարզ լեզվով երեխան եւ շատ երկար չպետք է լինի բնականաբար փոքր երեխաների հետ խոսելուց։ Հաջորդ կարևոր փուլը դա 5-6 տարեկանն է, որտեղ արդեն երեխաները սկսում են հասկանալ երկրորդային սեռային հատկանիշները եւ իրենց սկսում են հետաքրքրվել, որ ինչպես են ծնվում։ Հիմնական հարցը երեխաներն, որովհետեւ ինչպես են երեխաները ծնվում։ Ու այստեղ եւս շատ կարևոր է պարզ լեզվով երեխաներին դա բացատրել։ Դա բազում գրքեր կան, որ կարելի է երեխաների հետ կարդալ։ Օրինակ ինչպես ենք ծաղիկը տնկում, սերմը տնկում են, այնպես էլ մայրիկը ունի ձվաբջիջ, հայրիկը ունի սերմ, երբ որ դրանք միավորվում են, ծնվում է երեխա։ Երբեմն մենք կարող ենք ասել, շատ կարևոր է որ ճիշտ ինֆորմացիա տանք, որոշ ծնողներ էլ հարցնում են, ասում են, իսկ կարող է պետք է սպասենք իրենք հարցնեն, հետո շատ երեխաներ կարող են չհարցնել։ Եվ հենց նրանից որ մենք պատրաստ չենք, իրենք էլ չեն հարցնի մեզ դրա մասին։ Դրա համար կարևոր է որ մենք էլ դրա մասին խոսենք, կամ մենք գիտենք, որ դպրոցում իրենց հետաքրքրությունները երբ որ առաջանում են, արդեն իրենք իրենց ձևերն են փնտրելու եւ կարող է իսկապես շատ վտանգավոր ինֆորմացիա ստանան դրսից։ Ես հիշում եմ տարիներ առաջ դպրոցից էր ահազանգ, որտեղ զուգարանում տղաները սկսել էին իրար հետազոտել ու ծնողների համար դա շոկ էր։ Բայց սա պարզապես ինֆորմացիայի պակաս է, թե մենք
տարիքին համապատասխան երեխային ինֆորմացիա տրամադրենք, էլ կարիք չի ունենալու ուրիշ ձև լրացնելու։ Մյուս կարևոր տարիքը դա պուբերտետն է, պետք է ասեմ, որ հիմա ավելի շուտ են սկսել երեխաները զարգանալ։ Եվ շատ ճիշտ եք նկատել, աղջիկների հետ խոսում են իրենց հասունացման մասին, բայց տղաների հետ շատ հաճախ չեն խոսում, ինչպես է իրենց մարմինը փոխվելու, չէ՞ որ մարմնի ընկալման ու մեզ շատ հաճախ թվում է, որ կանայք են, որ շատ զգայուն են իրանց մարմնի հանդեպ, անվստահ են լինում, բայց նույն անվստահությունը, նույն զգայունությունն ունեն նաև տղաները եւ տղամարդիկ, անգամ կոմենտները կամ ինչ-որ արձագանքներ իրենց մարմնի արտաքինի վերաբերյալ, բոյի վերաբերյալ, կարող են շատ սեռական դրսևորումների վերաբերյալ արդեն մեծ տարիքում կամ այդ տարիքում միգուցե չափի, ձևի, որտեղ մենք չգիտենք երբեմն որտեղից են այդ ինֆորմացիան ստանում, եւ փոքր տարիքում մի հասկացություն եկա, որ կոչվում է imprinting, երբ որ առաջի սեռական այդ տպավորությունը ինչ մեծ ազդեցություն է թողում այդ կյանքի վրա, եւ այս տարիքում տղաները շատ են իրար հետ խոսում, արդեն իսկական հետաքրքրություն է սկսում աղջիկների, հորմոններն է փոխվում, զգայունակությունն է փոխվում, ու իսկապես այդ տպավորությունները կարող են ազդեցություն թողել։ Դա համար շատ կարևոր է, որպեսզի ծնողները խոսան, մյուս հարցը, որ ծնողները շատ հաճախ տալիս են, մայրիկը պետք է խոսի, թե հայրիկը։ Որոշ հեղինակներ ասում են ճիշտ է, որ տղաների հետ հայրիկները խոսեն, բայց շատերն է պնդում են, որ կարևոր է, որ երկու ծնողներն է դրա մասին խոսեն, որովհետև եթե մի ծնողը չի խոսում, այդտեղ ինչ-որ տաբուի հարց է լինում, կարող է ամոթ է խոսելը, ու հետո հանգիստ չեն լինի իրենց զույգի հետ խոսել, որովհետև մենք գիտենք հարաբերությունները ինչքան կարևոր է, որ կարողանան խոսեն իրենց զգացմունքներից, անկեղծ լինեն, ապահով զգան տարբեր բաներ իրար հետ կիսելու։ Ու եթե անգամ ծնողներից մեկը ապահով չի զգում խոսելու, գոնե ծնողները պետք է միասին որոշեն ինչ են խոսում։ Եվ հետո դեռահասության տարիքում շատ կարևոր է, որ արդեն մենք խոսենք պորնոգրաֆիկ նյութերի մասին, ինչ իրենք կարող են տեսնել, ինչքան դրանք իրական կյանքին մոտ են, եւ ինչպես կարող են ազդել իրենց վրա, այո, առաջին սեռական հարաբերությունները։ Այո, եւ արդեն ապահովության սեռական կյանքում ապահովության մասին, ինչպես պաշտպանվել, ինչպես այդ բոլոր կարևոր բան, հիգիենայի մասին խոսել պուբերտատից սկսած արդեն, որ էլի մեծ խնդիր է նույն ապահով սեռական կյանքը, շատ մեծ խնդիր է, ու մենք գիտենք շատ երիտասարդներ, կարծում եմ, որ այդ սեռավարակները իրենց մասին չեն։ Իրենք գիտեն ինչ են անում, չգիտես ոնց, բայց իրենք գիտեն ինչ են անում։ Ովքեր որ չգիտեն ինչ է պուբերտատը, նշենք, որ դա այն ժամանակաշրջանն է, այն բուռն ժամանակաշրջանն է սեռական հասունացման, երբ արդեն օրգանիզմը սկսում է վերափոխվել, վերակառուցվել, սկսվում է նկատվել երկրորդային սեռական հատկանիշներ, ձայնի փոփոխություն, մարմնի փոփոխություն եւ հոգեբանների ու սեքսոլոգների համար չափազանց կարևոր շրջան է, որովհետեւ եթե ծնողը ուշադիր չեղավ, այ կուզենայի հիմա խոսեինք այս հարցերի մասին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ այս շրջանի հետ կապված մինչև առաջին սեռական հարաբերությունը, որոնց պետք է ուշադրություն դարձնեն, ծնողը ինչին պետք է ուշադրություն դարձնի, հատկապես որպեսզի հատկապես տղայի համար խնդրահարույց չլինի այն։ Այդտեղ շատ լայն է սպեկտրը եւ շատ առնչվում է ընդհանուր դաստիարակության հետ։ Շատ կարևոր է, որպեսզի սովորեցնենք սահմանները պահպանել, որպեսզի կարողանան ասել ոչ ցանկացած անապահով հպման, անապահով գործողության պարագայում ունենան վստահելի մեծահասակներ, եթե վստահ չեն զգում ծնողներին, իրենց մատնանշենք, ովքեր են իրենց շրջապատում վստահելի այլ մեծահասակների ում հետ իրենք կարող են խոսել, որտեղ երբեմն ծնողների հետ կարող է զգայուն թեմա լինի, չկարողանան խոսել, բայց քեռու հետ հանգիստ գան, հորեղբոր կամ տրեյների, եթե ծնողները վստահում են, միասին քննարկում են ովքեր են այդ ապահով մեծահասակները, սովորեցնենք ինչպես դիմակայել հասակակիցների ճնշումներին, որտեղ մենք գիտենք, որ այդ բոլոր հորմոնների ազդեցության տակ ինչեր կարող են անել դեռահասները եւ ինչ միֆեր են այնտեղ շրջում, եւ այդ միֆերի արդյունքում էլ կարող են շատ վնասվել իրենց կարող է վնասվել ինքնագնահատականը, հետագայում նաեւ այդ անվստահությունը անդրադառնա սեռական կյանքի վրա, այդ միֆերը վերաբերում են եւ մարմնին, եւ սեռական ակտին, այնքան տարբեր միֆեր են
լինում, որ մեկ-մեկ չենք էլ պատկերացնում, որ այդպես բան կարող են լինել, ու դրա համար շատ կարևոր է, որ հանգիստ խոսենք եւ առանց քննադատության, եւ ընդհանրապես մեր դաստիարակությունը չլինի մեղադրանքով, որտեղ մանավանդ եթե լինում է, մենք գիտենք, որ ոչ միայն աղջիկների հանդեպ են լինում սեռական ոտնձգություններ, նաեւ տղաների հանդեպ են լինում, որ իրենք եթե ապահով զգան խոսելու, որ չմտածեն, որ մենք ասենք դու ես մի բան, դու ինչն են չես արել, որ քո հանդեպ տենց է եղել։ Շատ երեխաներ նաև վախենում են բարձրաձայնել հենց այդ պատճառով։ Եվ չեն էլ բարձրաձայնում։ Մեծամասամբ չեն էլ բարձրաձայնում։ Անի, մի առանձին թեմա է նաև անհաջող առաջին սեռական հարաբերությունը տղաների կյանքում, որոնք նույնպես շատ դեպքերում չեն բարձրաձայնում, երկար տարիներ խնդիրը կրում են, նույնիսկ մասնագետի էլ չեն դիմում, երբ որ արդեն դանակավորին է հասնում։ Եկեք խոսենք այս խնդրի մասին, ինչ հետևանքների կարող է սա հանգեցնել առաջին անհաջող փորձը։ Երևի ամենահաճախ հանդիպող հետևանքները դա կլինի խուսափումը, դա կլինի տագնապները կշատանան, մարդիկ անգամ կարող են իսկապես սուիցիդալ մտքեր ունենալ, որովհետև մենք գիտենք թե ինչքան կարևոր է տղամարդու համար, ինչքան հաճախ են իդենտիֆիկացնում իրենց տղամարդկությունը այդ փորձառության հետ, այդ կարողության հետ եւ շատ հաճախ այդ անհաջողությունները պարզապես իրենց միֆերի եւ իրենց պատկերացումների հետևանք կարող են լինել։ Տագնապի հետևանք կարող է լինել, պատկերացում, օրինակ միֆերից մեկն է, որ միշտ տղամարդը պետք է կարողանա, բայց դա այդպես չի։ Կամ միֆերից մեկն է, որ եթե ցանկություն կա, ուրեմն անպայման պետք է տղամարդը հաջողի, որ էլի բոլորովին դրա մասին։ Կապ չունի որտեղ, երբ։ Այո։ Կամ միշտ պետք է ուզենա, չէ, այդպես չի։ Տարածված միֆերից մեկը։ Եվ իհարկե շատ հաճախ մենք տղաներին չենք սովորացնում իսկապես գիտակցել, թույլ տալ իրենց լինել զգայուն, թույլ տալ իրենց զգացմունքայնությունը, կամ միշտ չի, որ իրանք կարող է այդ մասկուլին դոմինանտ վիճակը դուր գալ, դրա համար շատ կարևոր է ճիշտ այդ ամեն ինչը նաև հոգեկանի առումով էմոցիոնալ դաստիարակություն տալ տղաներին։ Եվ վերջի տղամարդը ռոբոտ չէ։ Այո, մարդ։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև կնոջ դերը։ Եկեք խոսենք նաև այդ մասին, որն է կնոջ դերը նման դեպքում, ինչպես արձագանքի, ինչ անի, թե օրինակ անհաջող է եղել հարաբերությունը, առաջին հարաբերությունը, մեծ նշանակություն նաև կնոջ ռեակցիան։ Այո, ու այդ էլ միֆերից մեկն է, որ տղամարդիկ զգայուն չեն, եթե իրենց վերալ կոմենտներ արվի, ու ես էլ եմ հիշում պրակտիկայից դեպքեր հիշեցի, երբ որ կանայք կոմենտներն արել ոչ միայն ակտիվ վերաբերյալ, այլ նաև արտաքինի, հենց այդ ընթացքում, երբ որ իրար հետ մտերիմ են եղել, դա ինչպես է անդրադարձել տղամարդու, եւ այլևս չեն ցանկացել ունենալ հարաբերություններ եւ երկարատև խուսափել են, այո, եւ զույգը տարիներ չի ունեցել սեռական կյանք։ Շատ կարևոր է աջակցող լինել, չքննադատել եւ էլի իմանալ, որ մտերմություն կարող է լինի անգամ սեռական մտերմություն առանց ակտի, կարող են մարդիկ իրար լավ զգալ, իրար հաճույք պատճառել առանց սեռական ակտի։ Եվ սա ևս շփման տեսակ է։ Եվ ամենակարևոր բան, որ պետք է սովորացնենք հենց մեր երեխաներին, որ սա պետք է շփման տեսակ լինի, սա ակտի մասին չի, սա մտերմություն է, սա իրար զգալը, եւ երբ որ նաեւ խոսում ենք համաձայնության մասին, ես չնշեցի, որ դեռահասներին կրթելու կարևոր մասը նաեւ այդ համաձայնությունը սովորացնել, նաեւ հոգատար լինել, ուշադիր լինել, եւ դա միայն այո եւ համաձայնություն ստանալը չի, զույգի կողմից դա նաեւ հոգատարությունն է։ Եվ դա պետք է լինի բնականաբար փոխադարձ։ Անպայման իհարկե։ Անի, կարող եք որևէ դեպք մտաբերել այս հարցի հետ կապված ձեր պրակտիկայից գուցե։ Դեպքերը իրական շատ են, բայց այդ մի դեպքը հենց դա հիշեցի, երկու դեպք հիշեցի, երբ որ կինը ասել էր, «Ես ինչ փոր ունես»։ Ու դա իսկապես ազդել էր տղամարդու վրա եւ իհարկե կարող է նա ուրիշ մի պարագայում ասել էր, որ շնչառության ձևը ինչ որ աղմկոտ է կամ ինչ որ ու դա եւս դարձել էր խուսափման առիթ եւ օրինակ նաեւ այդ երբ որ մենք խոսեցինք առաջին այդ իմպրինտինգի մասին, առաջին տպավորության, ուժեղ տպավորության, որ կարող է պատեռն ձևավորվել,
այս պարագայում էլ զույգ ուներ հենց ուրիշ խնդիրներից բացի նաև ուներ սեռական կյանքում խնդիրներ եւ ամենամեծ բաներից մեկը ինչին որ մենք եկանք որ դա իրենց ընկալումներն էր եւ տղամարդու առաջի այդ ինտրինսինգը դա իր հասակակիցների հետ պորնոգրաֆիկ շատ կոպիտ ինչ որ տեսարան ֆիլմի դիտում էր եւ հետեւաբար դա իր համար մի հատ հավոր վատ բան էր որ չես կարող կնոջդ հետ որ խոսել դրա մասին ոչ մի հատուկ բան այդտեղ պետք չի երեխեք ենք ունենում լավ է կնոջդ հետ դրա մասին չես իսկ ինը ուներ ցանկություններ կինը ուներ ավել կարիքներ եւ ուզում էր ամուսնու հետ խոսեր բայց ամուսինը այնպես չէր որ ինքը փակ մարդ էր ուրիշ հարցերում շատ առաջադեմ էր բայց այդ հարցում իր մոտ այտենց բլոկեր դրված որ սա մասին ես չեմ կարող խոսել ու երբ որ մենք քննարկեցինք իր առաջի փորձառությունը եւ առաջի տեսաները որ ինքը տեսել է այդտեղ եղել որ ուղեկցվել է եւ զզվանքի հետ եւ ամոթի հետ եւ այդ դրա հետ միասին հակասական նաեւ զգացումների հետ որ ինքը ունեցել է այդ պահին բնականաբար այդ հորմոնների ազդեցության տակ շատ հակասական էր ու ինքը խուսափում էր կնոջ հետ այդ թեմաները քննարկել եւ բնականաբար դա ազդում էր իրենց սեռական կյանքի ըստ ձեզ ինչ անել խնդիրը լուծելու համար ինչից սկսել Եթե մենք խոսում ենք ընտանիքներից, իսկ կարծում ծնողները պետք է իրենք բարբերաբար իրենց կրթությամբ զբաղվեն այդ հարցում, եթե վստահ չեն որոշ ինֆորմացիա, որ իրենք ունեն ճշտեն մասնակիցների հետ եւ շատ վաղ տարիքից որպես կյանքի նորմալ մաս խոսեն, որտեղ շատ հաճախ ծնողները խառնվում են, երբ որ երեխաները հարց են տալի։ Այնպես հիշում եմ մեր հարազատներից մեկի երեխան շատ փոքր տարիքում մտավ ներս ասեց հենց այդ սեքս բառը օգտագործել ինչ որ բան ասեց ու ես էլ այնտեղ ես հասկանում եմ որ չի կա կամ ինչ որ բան մեկը խոսել է իր հետ կամ ինչ որ մի բան ծնողները ասենց այս հարված նայում են ես ընդհանուր հարցեցի իսկ այդ ի՞նչ է դու ինչ գիտես այդ ի՞նչ է ասեց իբր միասին պողպողակ են ուտում Շատ պետք է չվախենալ այդ թեմաներից փոքր տարիքում համապատասխան լեզու, բայց ճշտեք ինչ չեն իմացել, ինչ է իրանց կարիքը այդտեղ։ Եվ երկրորդը պատրաստ են տարբեր բաների, որտեղ մենք հիմա չենք կարող մեր երեխաներին ապահովագրել։ Եթե տարիներ առաջ շատ չէր հասանելիություն, մենք չգիտենք հիմա որտեղից ինչ կիմանան։ Ես անգամ հիշում եմ, որ մի երեխայի են բերել ում դասարանում, երրորդ դասարանում դասարանցիներից մեկը պորնոգրաֆիկ նյութեր էր ցույց տվել ամբողջ դասարանին։ Դա շատ վաղ հասակի փորձառություն է, բայց ծնողները պետք է պատրաստ լինեն կամ կարող է գան եւ հարցնեն տարբեր բաներ, որ ծնողները միգուցե հարմար չեն զգում այդ ամեն ինչի մասին, հոմոսեքսուալության մասին հարցնեն եւ այլ տարբեր դրսեւորումների մասին, պետք է կարդան, կրթվեն, բնականաբար ուզեն չուզեն իրենց արժեքը փոխանցելու են, բայց միևնույն է չեն կարող պարտադրել։ Կարող են բացատրել դա ինչ է եւ հետո ասել իրենց արժեքը կամ իրենց վերաբերմունքը ինչ է։ Նույն սեռական հարաբերությունները սկսելու վերաբերյալ, մտերմության վերաբերյալ շատ կարեւոր է, որ առանց արգելքների, ամոթի քննադատության Պարզ է որ ծնող ուզում է իր արժեքները փոխանցի, ապահովի իր երեխային, բայց եթե մենք արգելքներ ունենք, երեխաները ապահով չեն զգա մեզ հետ խոսել։ Եվ միգուցե նաև պետք է ընդհանուր, օրինակ ես կարծում եմ, որ ձեր ծրագիրը շատ մեծ գործ է անում այդտեղ, որտեղ շատերին գրագետ ինֆորմացիա տրամադրել է շատ կարևոր, աղբյուր ունենալ որտեղից իմանալ դա, շատ կարևոր հարց է։ Եվ եթե օրինակ Հայաստանում մի բան փորձում են կարծեմ, ես այդ մասը շատ լավ չգիտեմ, դպրոցներում ունենալ սեռական կրթության դասեր, բայց շատ դեմ էին շատերը։ Այստեղ միգուցե մենք շատ կարևոր է որ փոխենք այդ ընկալումը, որ դա միայն սեռական զարգացման կամ ակտի մասին է կամ հարաբերության մասին է, այլ ավելի շատ նկատենք, որ դա ապահովության մասին է երեխաների, ինչպես ասել ոչ, ինչպես գալ իրանց, ինչպես իրենց սահմանները պահպանել, որ տարիքում որն է իրանց համար ապահով եւ որը ոչ։ Ես կարծում եմ մեր այսօրվա զրույցը հերթական ձևով կփակի այն բացը, որը առկա է այս դաշտում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։
Ես էլ շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հանրությանը այս կարևոր ինֆորմացիան տրամադրելու համար, որտեղ այո, մեր կյանքի անբաժան մասն է, հասուն մարդու անբաժան մասն է, որը շատ կարևոր է։ Այո, առողջ հոգեկան ունենալու համար, առողջ կյանք ունենալու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Իսկ այսօրվա համար այս թեմայով այսքանը։ Եղեք իրազեկված եւ առողջ։